2015-ը հայկական մարմնամարզության համար պատմական տարի էր։ Մեր մարմնամարզիկները բոլոր մրցաշարերից վերադարձան մեդալներով։ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում համաշխարհային ունիվերսիադայում հաջող ելույթներից հետո հայ մարզիկների հաջորդ նպատակը Ռիոյի օլիմպիական խաղերում հայոց եռագույնը ծածանելն է։ Մենք պետք է գնանք իրոք ոչ թե մասնակցելու, այլ հույս ունենք մեդալների համար։ Պետք է պայքարեն։ Վստահ եմ։ Նախքան Ռիո մեկնելը մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը պետք է ապահովի մեկ ուղեգիր։ Սա հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի առաջադրանքն է։ Տերությունները տեսնելու եւ լավ մարզավիճակ ձեռք բերելու համար Դավթյանն օրերս մեկնել էր մասնակցելու Վորոնինի անվան գավաթի խաղարկությանը։ Ռուսաստանում հայ մարզիկը բազմամարտում դարձավ ոսկե մեդալակիր։ Հավաքականի գլխավոր մարզիչը համոզված է, որ եթե Դավթյանը նույն արդյունքը գրանցի նաեւ օլիմպիական խաղերի թեստ իվենթում, ապա կապահովի Ռիո 2016-ի ուղեգիր։ Իրոք լուրջ պատրաստվել ենք օլիմպիական խաղերի, վստահ եմ, որ Արթուրն է ձեռք կբերի օլիմպիական ուղեգիրը։ Արթուր Դավթյանն ափսոսում է, որ Եվրոպայի առաջնության հեռացատկերի վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, այնինչ մեդալը առավել քան մոտ էր։ Ձեռից տալու համար մեդալի ձեռքբերել էլի։ Աշխարհից առաջ էլիտ է, գիտեք, վիտամինների պատմությունը, որ վատացել էի, պարկասը որ հասցրեցի վերականգնվել։ Տարին ստացված էր նաև Արթուր Թովմասյանի համար, նա համաշխարհային ունիվերսիադայում նվաճեց ոսկե մեդալ։ Եթե մարզիչները գոհ են, ուրեմն ես էլ եմ գոհ, որովհետև լինում է, որ ես կարող եմ ինձանից գոհ լինեմ, բայց մարզիչները գոհ չլինեն, ավելի լավ է իրանք գոհ լինեն, ես գոհ չլինեմ։ Հավաքականը ծրագրում է 2016-ին մասնակցել Ալբերտ Ազարյանի անվան գավաթին Միացյալ Նահանգներում, աշխարհի գավաթի խաղարկությանը Քաթարում եւ Եվրոպայի առաջնությանը Բեռլինում։ Գրիգոր Ավետիսյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։